Այս պահին միասնական տենց մոտեցում չկա, գործընթացը ստանդարտ դատական գործընթացի շրջանակում է եւ ըստ էության կախված է վերջնական որոշումից։ Պարզապես իրավիճակը գիտեք ոնց է ստացվում, որ ժողովուրդ մեծ մասի դեպքում, շատ մեծ մասի դեպքում մարդը տվել է այդ անձնական տվյալը։ Այսինքն հիմա մենք օրենսդրական մի հատ բաց ունենք, որտեղ այդ կտորները փորձում ենք հաջորդիվ փուլով լուծել։ Բայց երբ մարդը ամբողջությամբ անմեղ է, այսինքն ոչ մի տվյալ չի տվել, ապացուցվում է դա, հա, որևէ տվյալ չի տվել, տեր է կանգնել իր հեռախոսին, իր սարքնել չի տվել ոչ մեկին, գործարքը ապացուցվում է, որ այդ ամենի պայմաններում տեղի է ունեցել զեղծարարություն, ապա մարդը անմեղ է եւ ինքը իր վնասները հատուցվում են, հա, տրամաբանությունը այդ է, բայց ֆինանսական զեղծարարության դեպքում ինչը մենք փորձում ենք պաշտպանել, որ ճշող մեծամասնության դեպքում մարդը տվել է անձնական տվյալ։ Եվ այդտեղ է, որ բանկն էլ գործ ունի ավանդատունների, հա, փողերի հետ։ Ինչքան ոնց որ չեն կարա, այստեղ դրա համար եմ ասում, զոհը երկուսն է։ Մենք մի կողմից հասկանում ենք, որ մարդը չի կարող գերազանց լինել բոլոր իրավիճակներում, դրա համար այդ պաշտպանի շերտերը փորձում ենք դնել, որ գոնե տարբեր, այսպես ասած, կետերում կարողանանք բացահայտենք ոչ նորմալ արտառոց գործողությունը, բայց եւ հասկանում ենք, որ մարդը դե վստահություն է, հիմա եթե զանգել են իր երեխայի դեմքով եւ շտաբան են ուզում, ինչ անի։ Դրա համար այստեղ լուծումներ պետք է լրացուցիչ օրենսդրական դաշտում լուծումներ մշակեն, ոնց կարողանանք այդ հարցը անենք։ Առայժմ դա ընդհանուր դատական գործընթացի շրջանակում է։ Եթե լրիվ անմեղ է, ոչ մի տվյալ չի տվել, բոլոր ամենը հետեւաբար ծախս չի կրում, բայց եթե ունի նաև տվյալների հայտնելու մաս, ապա այդտեղ դատական ճանապարհով գնում է, էլի, իրագործը եւ ոնց որոշվի դատարանում։